Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, կարևորագույն հարց է կառավարության կառուցվածքը եւ բազմաթիվ առաջարկներ պետք է որ լինեն, այո, սա քննարկելու խնդիր է, բայց ասեմ նաեւ որ դա կառավարության բացառիկ իրավունքն է եւ այս իմաստով նույնիսկ քննարկումը ավելի շատ դեր ունի հետագա աշխատանքների իմաստով կամ այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր անելու, քան թե կոնկրետ տվյալ դեպքում որոշակի կառուցվածքի փոփոխություն ակնկալելու, որովհետև մեծ հաշվով կառավարության առաջարկած հնարավորությունը կարող ենք քննարկել եւ այո, դա կարող է բերել հետագա նոր ակնկալիքների։ Մասնավորապես գյուղատնտեսության նախարարության մասին եմ ցանկանում խոսել, այստեղ փաստորեն գյուղատնտեսությունը մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 8%-ն է կազմում, 7.9%-ը, եւ զբաղվածների 17.5%-ը։ Այսինքն, այս թվերը արդյոք բերում են մեզ այն համոզման, որ անպայման առանձին նախարարություն է պետք։ Եվ պետք է ասել, որ 317,000 գյուղացիական տնտեսությունները ապահովում են գյուղատնտեսության արտադրանքի 90%-ը։ Սրանք թվեր են, որ պետք է մեզ մտածել տան, արդյոք գյուղատնտեսության նախարարություն առանձին պետք է թե ոչ, որովհետև միայն վարչական ծախսերը գյուղատնտեսության նախարարության դեպքում, եթե հաշվենք 200 աշխատակցով, մոտավորապես 1 միլիարդ դրամ է կազմելու։ Այսինքն արդյոք ավելի լավարկված չի, որ եթե մենք կարողանանք գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ծրագիրը 2020-ից 2030 թվականին, այլ մեր լուրջ առաջարկներով այդ ամբողջ ծրագրային թեզերը կարողանանք լցնել այս ծրագրի ռազմավարական ծրագրի մեջ եւ պարենային անվտանգության խնդիրը եւ գյուղատնտեսության ինտենսիվ գյուղատնտեսության խնդիրը սրանք, այսինքն համարում եմ, որ էական չի, որ մենք առանձին նախարարություն ունենանք։ Էականը թե մենք ինչ ծրագրերով կլցնենք այս հիմնական գործառույթը մեր նպատակին հասնելու նաեւ այս ճանապարհը քննարկելով։ Կարծում եմ կառուցվածքային փոփոխությունները տեղին են եւ ճիշտ, շնորհակալություն։